Բարեբեր մեր տարածաշրջանը հիմնականում իմացալ այգեգործության մենք ստետ մանրացուցը անցնում ենք սրանը մեր ապոխում են Երևան զավոքները անցնում են 160-170 դրամով Նմին և դեստեղ հիմնվի, որ գինու և ստոպի արտադրություն, մենք մեր արտադրանքը տեղում ասենք 570 դրամով, դարգրվատուցության մեծ օգնություն։ Իսկ խաղը ձեր մոտ թե ինչ։ Նուրը ինչքանով եք վաճառում։ Զավոդի նուրը վաճառում ենք 100-110 Իսկ ինքը ավելի փոքր է դրա համար եք դնով տալիս, թե ինչն է իր տարբերությունը։ Շատ հազարդում հրավարակ վերջ որակի մասին, որ շուտ աչքի մատնում Իսկ սեր հիմնականը հենց զստույն պարտաշոկրան հիմնականը տեսած բայց որպեսի բարգավաճ չի ստեղ մենք պետք է հենց տեղում արտադրան կտան ենք դնով Երևան ու արդեն դրա բանը ասպոտը վաճառքը ասենք իրականացվի Ասեմ մեր ծրագիրը որն է, տեսեք ներվի ամբողջ ինչ միտք արտադրվում է այստեղ, ընդհանրապես կլիման ունիկալ է Հայաստանի համար, 3 միլիոնանոց Հայաստանը մեղրի նման զոնա չունի, այդ իսկ պատճառով այն կուլտուրաները, որ այստեղ են աճում, Հայաստանում բացի նոյեմբերյանից, եթե մի քանի հատված նոյեմբերյան, մի քանի սար նոյեմբերյան, ուրիշ ոչ մի տեղ չեն աճում ու կարող են աճել, ինչ առաջարկ ունենք մենք, մթերման կայանների մասին լսել եք։ Ինչ անում մթերման կայանը, աշխարհի բոլոր երկրներում, անգամ ամենաաղքատ երկրներում գյուղատնտեսությունը զարգացնելու համար պետությունը զբաղվում է նրանով, որ ֆիքսում է մինիմալ գին մթերման։ Օրինակ, կաթեգինը 180 դրամ, օրինակ, ցորենը 140 դրամ։ Խանգարում եք մարդուն։ Օրինակ, ցորենը 140 դրամ։ Եվ այդ պարագայում գյուղացին կարող է իմանալ, թե մինիմալ ինչ գնով վաճառի։ Նուրը 120 դրամ, 130 դրամ, էդի շատ ցածր գինա, ոչ թե ցածր գինա, տարածաշրջանում, Ռուսաստանում, Միացյալ Էմիրություններում, բոլոր տեղերը գները անգամներով թանկ են։ Հայաստանում այսօր օրինակ կառավարքի ճիրը ստեղ ու կառավարքի ճիրը Մոսկվայում գինը մի 4 անգամ ավելի տարբեր է։ Բայց այստեղից գնող եւ այնտեղ տանող կան, բայց քիչ է։ Ինչն է խնդիրը այդտեղ։ Որ պետությունը պետք է լինի միջնորդը կազմակերպություն լինի, ով մթերումը կանի գյուղացուց, փոքր շահույթ կունենա եւ կվաճառի դուրս։ Դրսի ընկերությունները, դրսի ցանցերը, խանութները ինչով են զբաղված։ Իրանք ման են գալի գործընկերոջ, որ մի քանի գյուղացուց, 100 գյուղացուց կհավաքի ու օգտ իրանց կտա։ Հենց այդ օգտի բացակայությունն է, որ դրսի շուկաներում հիմնականում աշխատում են Ուզբեկստանի հետ, Թուրքիայի հետ, որտեղ մեծ քանակությամբ են անում։ Հայկական արտադրանքը փոքր է։ Եթե մթերումը մենք կազմակերպենք կայաններով, ամեն շրջան իր կայանը ունենա, ամբողջ շրջանից կհավաքվի, մեծ պայմանագրեր կկնքվի եւ հնարավորություն կունենա գները բարձրացնել։ Արոն բարոյ, խնդիրը նա չէ, որ նրա մեջ է, որ եթե դեպ ռումբի, ինը կվացանա, ամպետությունը կշար, որովհետև նա արդեն պետք աղանի պատար, ամետ գյուղացի կշար, ասենք ստեղ բանա, ոչ չի կար։ Ու խնդիրը նրա մեջ է, հանգի մենք 30 տարի հողերի մեջ է, տարի է ոսկի Պաստաստանից նորեն ներկրել, մենք ինչ բիզնեսում ենք նրանց խոսում, ասենք յատաներ չենք խոսում։ Նորեն ներկրել, որը դարվել ասենք, են դավագույն նորը, որ 1000 դրամ մատը դարվել 250-400 դրամ։ Ու ասենք մենք արտադրանք ենք աճացրել ենք, ու այդ աճացվածը մնաց
իսկ եթե դա դուրս ասենք ռեալիզացնենք, հենց ոնց որ ասենք թեկուզ սովի տեսանկյունով, թեկուզ պիգու տեսանկյունով, թեկուզ չգիտեմ, հենց արտադրության տեսանկյունով, այնակ որ ռեալիզացնենք դասվարի ոչ մեկին վնաս չի ու գյուղացիներ շահագրգռված արդեն ծրագրերը դենալով, կամ ինչ-որ դենալով ու համոզ վասալներով, որ վաճառքն ունի ու համոզ լինելով, որ դուք ձեր խոսքի տերին եք, որովհետև բան չեմ լսել դրանքի մեջ Ռոզանը Կարապետյանը իր խոսքը դերը չի ելել, արդեն շահագրգռված երկրորդ ասենք որ հանկարծ ուրիշը անցնի, հանկարծ ուրիշն անցնի, ասենք որոշներ ունենանք, այդ մարդկային տեսանկյունից պատեր խոսես պատերազմի մասին, վեր ամեն ինչից, просто համոզում եք, ես չեմ կասկած եմ, չի լինելու ոչ մի բան, ես խոսքեմ մասին չի, խոսքում մարդկանց մասնա, որ ես նպատակություն եմ կարող որ ասեք համոզում կդնում մարդկանց մեջ, որ մարդիկ ասենք ունենալով մեծ երաշխավոր, ոչ մի բանը չի լինի, կդմի ասենք խաղաղություն ու բարգարաճ։ Ասեք, երկրորդ հարցին, պատերումը ինչ մենք քննարկեցինք, եթե հաստատ լինելու է, վստահ եղեք, ինչ որ դուք ասեցիք, ու այստեղ նոյեմբերյաններ նույն վիճակն է, Արարատյան դաշտը բերքի 20% ընդհանրապես թափում են, ու նաև մյուս բանը ասեմ, Պարսկաստանից ու Բելարուսից գյուղմթերք է գալի Հայաստան, իրանք սուբսիդավորում են, որ էժան լինի, գալիս է սպանում է մեր գյուղատնտեսությունը, բայց իրանքցի երկիրը, Բելարուսը 50% կաթիկինը սուբսիդավորում է, Պարսկաստանը գազիկինն է սուբսիդավորում, Պարսկաստանը մյուս բաներն է սուբսիդավորում, որը իր ջերմոցների բաների վրա լավ է ազդում, այդ պատճառով մեր երկիրը պետք է պաշտպանի տեղական շուկան, դրսի ներմուծումից Այդ դեպքում, եթե այդ ապրանքը տեղում արտադրում է, եթե չի արտադրում, ներմուծում է էժան կթողնեն, որ ժողովուրդը էժան ապրուստ ունենա, որը որ տեղում արտադրվում է, այդ դեպքում կոչվում է պրոտեկցիոնիզմ, պաշտպանություն հայկական արտադրողի։ Դա անում են աշխարհի բոլոր երկրները։ Եթե ես վաղ ուզենամ իմ ապրանքը ձեզանից նոր առնեմ, տանեմ Պորտուգալիա, ինքը եթե Պորտուգալիան դա արտադրեց, ինքը պաշտպանելու է իր շուկան։ Չի թողելու ես տանեմ իր մոտ։ Ինչու մենք նույնը չենք անում, որովհետև չունենք գյուղատնտեսության նախարարություն, ով պաշտպանում է գյուղացուն։ Այդ խնդիրը հենց դրա մեջ է, որ բոլոր պետությունները իրանք սուբսիդավորում են անում, իսկ մեր պետությունը նրանք սուբսիդավորում մեր շուկան, մեր գյուղատնտեսությունը սպանում։ Օրինակ ես անձամբ ես 30 տարի այդ հողերի մեջ ունես եք հրաստապել, որովհետև չենք կարող արտադրել տալուց հետո ստեղծելուց հետո էլ արտադրել։ Չենք կարող նորմալ վաճառք իրականացնել, ծախսում են 100 դրամով, որտեղ տանի խոսք 1 միլիոն խոսք օրինակ եմ ասում, 1 միլիոն հող աննա 150,000 փոխորը սի ջրի ու սիրտային հողը չի կարող։ Իսկ ես, ասենք վստահ եմ, որ ես ուժը կուսակցությանը, ասում եմ, այն ինչ-որ դա իր հնարավորությունը կա, ինքը ասենք, գործարար մարդը, բոլոր կապերը օգտագործում մեր Հայաստանի հնարքին մասին չի խոսք, գյուղատնտեսությունը առաջնալու համար, որովհետև մենք ապրում ենք ներերես եկնարկում են հողերի մեջ, ուրիշ ոչ մի բան չեն տեղ։ Դուք ասեցիք են ինչ պետք է ասել։ Ինչ վերաբերում է խաղաղությանը և հարական երբետ հարաբերությանը։ Մենք գիտենք, որ այս իշխանության կառավարման ժամանակ 3 պատերազմ է եղել։ 3 պատերազմ էլ եղել է նրանից, որ ինքը որպես բանակցող պատրաստված չէր։ Երբ որ ընդդիմություն էր, իրան պետքա պատրաստեին։ Ընդհանրապես ընդդիմությունները պետքա պատրաստվեն իշխանության գալուց առաջ, որ իմանան ինչի մասին են խոսալու, ինչ բանակցություն են կանելու, ինքը պատրաստ չէր ու եկավ զրոյական կետից սկսեց։ 3 սխալ արեց, 3-ն էլ բերեց պատերազմին։ Հիմա 8 տարի արդեն իշխում է, ու էլի սիրուն բաներ ասում, բայց մի հատ բան կա, չի հավատացվում է։
չենք կարող էլ հավատալ, որովհետև ինչ ասելա մեր աշխարհաքաղաքական առումով չի եղել։ Կարա աշխարհի ամենասիրուն բառերը ասի, բայց չի կարող անել ինքը։ Մյուս հարցը ինչա ինքը Ադրբեջանի հետ ուզում անի։ Ասում եմ մենք երես առ երես կնքում ենք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ։ Մենք դուք ճանաչում եք ադրբեջանցիներին, մեծ սերունդը ճանաչում է ադրբեջանցիներին։ Ադրբեջանցիները լավն են, երբ որ լավ հարաբերություն դեռ կա, երբ իրանց ուժը չեն զգացել, երբ որ թշնամանում ես իրանց հետ։ Դու կարաս հույս ունենաս, որ ինքը երբ որ ուժեղ լինի, պայմանը կպայի։ Թուրքը պայման պահողա, թե չէ, եթե ուժեղ է խաղում, ու իրա թշնամել։ Ինչն է մեր ասածը։ Ստեղից 300 մետր են կողմ, 1 կիլոմետր են կողմ, մի հատ պետություն է, որը ամբողջ աշխարհի հետ կռվեց ու կրեց։ Օրնուզը փակել է ջրանցքը, ասում է գումար տվեք, որ անցնենք։ Տամոժնիա դարել աշխարհի նավթի 70%-ին։ Պարսկաստանն է։ Երաշխայիք մեզ, մենք ասում ենք ստորագրելու ենք խաղաղության պայմանագիրը, իրապես ես ուզում եմ ձեզ էլ ասել։ Մենք գնում ենք խաղաղության պայմանագրի ստորագրման, մենք զրոյական կետից Փաշինյանի, այս չենք սկսելու, բայց մի հատ բան կա, գառանդովը, եթե 4 թուրք, ասեք Նռնաձորի կողմից եկան, ո՞րն է մեր գառանդը։ Դրա համար ասում են, կլինի Պարսկաստանն է ստորագրի, որ եթե Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտում է, ես երաշխավորում եմ։ Կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրի, հիմա ստորագրած է որպես վկա։ Երաշխիք տա, որ ով խախտեց պայմանագիրը, նրա նավթը չեմ առնելու։ Չեմ թողելու առնի, պարզը Ամերիկան ստեղ զորք չի ուղարկի։ Կընկնի տնտեսական սանկցիաների տակ։ Մենք ուզում ենք մեկից ավել երաշխավոր։ Եթե Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո ոչ մի բան չի ուզում անի մեր հետ, այդ երաշխավորները էլոքուտ չեն տալու մեզ, իրանց ուղղակի ստորագրությունն է մնալու։ Եթե վնաս չկա իրանցից, բայց եթե ուզենա բան անի, գոնե մի հատ գործիք կունենանք, որով կդիմենք Հարևան Պարսկաստանին, կդիմենք այլ երկրների, որ աջակցություն տան, որ այն օրը չհայտնվենք, ոնց որ հայտնվել են։ Չենք ասում մեկից ավել երաշխավոր, որովհետև մի երաշխավորը հենց ինքը ուրիշ տեղ կռիվ է ունենում Ղարաբաղում տեսակ, ինքը զբաղվում է իր երկրի առաջնահերթությամբ։ Նույնն էլ ամերիկացի կարել են Աֆղանստանում, ամերիկացի կարել են Սիրիայում, ուրիշ տեղ կռիվ են ունեցել, հանձնել են այդտեղ։ Մեզ պետք է 2 երաշխավոր գոնե, մեկից ավելի, 2, 3 երարություն տեսնում են, որովհետև Հայաստանը Պարսկաստանի համար Եվրոպա միակ ոչ թուրքական երկրն է։ Եվրոպա եթե ուզում է գազ սարքի Պարսկաստանը միով, իսկ ինքը ուզում է։ Ինքը չի կարող թուրքերով սարքի։ Թուրքերը շահույթի մեծ մասը իրանց են պահել։ Դրա համար է ինքը ասում, իմ համար կարմիրքից Հայաստանի տարածքային ամբողջականություն։ Ամերիկայի համար մեր տարածքային ամբողջականությունը կայունությունն է, որ Չինաստանից Եվրոպա առաջ ոչ Պարսկաստանով գնա, ոչ Ռուսաստանով։ Այս արանքով գնա։ Ինքն էլ է հետաքրքրված։ Վրաստանը հետաքրքրված է Իրանի հետ զբաղվում։ Ռուսաստանը հետաքրքրված է, որ թուրքերը իրար չկրկնեն։ Տարածաշրջանի բոլոր երկրները բացի երկրից հետաքրքրված են Հայաստանի ուժեղ լինելով, ստեղ լինելով։ Մի հատ բանը մենք ասում ստորագրենք։ Դարան դուր ստորագրենք, որ վաղը չլինի մեզ բան, որ 15 հատ դուր գալիս է ստեղ ինչ են անում։ Էդի պատերազմը զոհերը կանխարգելելու միջոց է առաջարկում։ Եթե Ադրբեջանը չի ուզում մեր վրա ոչ մի կրկնում չունի, ինքը քիչ ուզում է երաշխավոր ունենալ, Պարսկաստանը քիչ ուզում է երաշխավորը լինի խաղաղության պայմանագրի։ Գիտեք թե ինքը տեղ է թողում հետո, հիմա չէ։ Իսկ հիմա խաղաղությունը իրապես վտանգ չկա խաղաղության, որովհետև ինչ կար տվել է արդեն այս մարդը։ Երկու բան ամենավատ բանը ինչն է, Վազգեն Սարգսյանը գիրքն էի կարդում, ինքը ասում էր 87-ին 88-ին մեղր էր եկել մինչև Ղարաբաղյան հակամարտությունը, մինչև Ղարաբաղը։ Ու իր մոտ վտանգը այդ ժամանակվանից ես նկատեցի 86 թվի գիրք էր։ Ասում էր
Մեղրիու բանակ զորակոչողների 50%-ը ադրբեջանցիներ են։ Տենց եղել, հա։ Չեն ասում։ Հա։ Ինչքան է։ 25 Շրջանային դեպուտատ։ Ասма բնակության քիչ տոկոսն են, բանակ զորակոչողների շատ տոկոսը։ Ինչ են ինձ ասում է բնակության քիչ տոկոսն են, բայց բանակ զորակոչողների 50%-ը Վազգենի գրքում էր, կարանք նայենք։ Ու ինչն է իր վտանգը, ասում է, հիշում եք, որ Մեղրին, Պայթի, Հայաստան, հիմնական վտանգը ինքը ինչն էր տեսնում, ասում էր գալիս է, իրանց ծրագրով վերցնում են, Կարեն Դեմիրճյանը խի առանձին շրջան սարքել Մեղրու շրջանը, որ որպես շրջան մնա հայկական։ Հիմա մեր ասածը ինչ է, մենք պետք է չթողենք իրանք այս պայքարը մտցնեն Հայաստանի դաշտ, չգան ստեղ, որտեղ ստեղ գալով, նյուվատի ասենք 100 հոգի բերելով, 500 հոգի բերելով, իրանք գործիք են ունենալու Հայաստանի վրա, վինցիլ են ունենալու, փակեն, բացեն, մի հոգի մեկի հետ կռվեց, գնալու են ճնշելու ճանապարհով, ասել են անվտանգություն պետք է ապահովել։ Մենք արդեն տվել ենք, Արցախը մարդը տվել է, ճանապարհը տվել է, միակ բանը, որ ուզում են կանգնացնենք այս մարդուն, ասում են գոնե հիմա կանգնացնենք չթողի մտնեն։ Այն որ իրանք ասում են 300,000 ադրբեջանցի բերենք, այդ 300,000 ադրբեջանցիների միֆն է, իբր ստեղ 300,000 ադրբեջանցի ապրել։ Այդ միֆով ուզում են բերել 10,000, 20,000, 30,000, բայց ամենաբարդ տեղը ստեղ է լինելու Վարդենիս։ Խնդիրը ինչն է, մենք չենք ուզում մի հատ էլ տալ նոր սկսենք պայքարել, գնանք միտինգ անենք, օպերա գնանք, ասենք հեռացիր։ Ընտրությունով ճամփենք, որ եթե մի ոտ շուտ անեինք, ճամփելը չէր տա։ Մի ոտ շուտ անեինք, Արցախի մնացած մասն էլ չէր տա։ Մի ոտ շուտ անեինք, Քարվաճարը Լաչինը չէր տա։ Մի ոտ շուտ անեինք, Արաբ կպրծներ։ Անխուսափել էր ինչ շրջանի տալը, բայց մնացողը վատ բանակցություն էր։ Վատ բնավորություն էր։ Հիմա ուզում ենք այս վերջի տեղը, որ ինքը ռումբա թողում։ Շատերը բանից, ով որ Կարճևանից են, նախնիները Նախիջևանից են։ Նախիջևան հայ մնացել է։ Ինչից է, սկզբից եկել են մի քանի գյուղ, հետո քիչ վերցնել են։ Մեր վտանգը ինչ ենք տեսնում այս ամեն ինչի մեջ։ Չմտնեն, ոտատեղ չանեն, ժողով։ Ու էդի դրա կարիքը չկա, նեն չի, Ադրբեջանի պետությունը այդ իր ծայրահեղ ծրագիրն է։ Բայց ինքը արդեն ամեն ինչ ստացել է, ու խաղաղությունը անխուսափելի է։ Միայն թույլ խաղաղություններն է, որ իրանք ստեղ կլինեն, իսկ ամուր խաղաղություններն է, որ ադրբեջանցիները Հայաստան չեն մտնի։ Մենք ենք տարածաշրջանում նորմալ վարժ ղեկավարով նորմալ երկիր կսարքենք։ Խաղաղության մեջ, լավ հարաբերություններով, վարժը առաջնորդով, վարժ ինչ անում, գործ ունենա գործանի։ Ինում են չէ մարդիկ, որ եթե աշխատանքի օրինակ այգում մեկի մի մարդու օգնության է կանչում, որ ձեր մոտ աշխատի։ Մեկը շատ սիրու խոսում է, մյուսն է արագ հավաքում է, գործանում է։ Ում կվերցնեք աշխատանքի։ Գործանողի չէ, եթե այգում մենք գործանողին ենք վերցնում աշխատանքի, ոչ թե վարժ խոսացողին։ Այմարդ վարչապետի նույնը չենք անում։
մենք ուզում ենք մարդկանց ներկայացնել այդ տրամաբանությունը։ Մինչև հիմա Հայաստանի բոլոր առաջնորդները, գիտեք մի քանի անգամ ասել են, եկել են առաջնորդության ֆինանսապես ոչ լավ վիճակով։ Հարուստ չեն եղել։ Բայց գնալուց կարող են հակառակ փորձել։ Ուսանող